Մարդու շահն ու բարեկեցությունը գերակա են հասարակության կամ գիտության շահից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է խորհրդարանում կայացած պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովին։ Նիստերում քննարկված օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել մշտական հանձնաժողովները։ Իշխանության կողմից կա քաղաքական կամք, անդրադառնալու խնդիրներին եւ գնալու դրանց լուծման ճանապարհով։ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններում առաջընթաց ապահովելն ամենօրյա գործողություն է, առավել քան կարևոր է դրա արդիականացումը առողջապահության համակարգում։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի եւ Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ կայացավ երկօրյա միջազգային համաժողով։ Առանցքում պացիենտների իրավունքների պաշտպանությունն էր։ Նման բազմակողմ քննարկումները վերահաստատում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ մեր երկրի հանձնառությունը, որ առաջին տեղում մարդն է, հավասարությունն ու նրա արժանապատվությունը։ Խորհրդարանում մեկնարկած համաժողովին պատգամավորներից բացի մասնակցում են Հայաստանի կառավարական կաբինետի նախարարներ, եվրոպական քաղաքական հարթակների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ, դեսպաններ եւ միջազգային փորձագետներ։ Հայաստանյան առողջապահական ոլորտն այսօր որդեգրել է նոր մոտեցումներ ու բժշկական ծառայությունների մատուցման նոր չափանիշներ։ Այս համատեքստում էլ մեր երկիրը 2025-ի ապրիլի 18-ին վավերացրեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Համաժողովի պաշտոնական բացումը տրվեց ազգային ժողովի նախագահի ելույթով։ Կոնվենցիայի վավերացման ճանապարհին հայկական կողմի հետ մեծածավալ աշխատանքներ է իրականացվել նաև Եվրոպայի խորհրդի ու կառույցի Երևանյան գրասենյակի կողմից։ Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մեզ համար մի մեծ ընտանիք է, որի հետ միասին կարևոր ու դժվարին ճանապարհ ենք անցել։ Հայաստանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Եվ այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող կազմակերպություն է։ Պետք է ասեմ, որ կարևոր այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի ինստիտուտների հստակ հանձնառության արդյունքում։ Անդրադառնալով կոնվենցիայի վավերացմանը Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ առանցքում մարդն է ու հավելեց. Օրենքի ընդունմամբ մենք ամրագրեցինք, որ մարդու շահը ու բարեկեցությունը գերակա են։ Մենք օրենսդիրներս ՀՀ կառավարության եւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ կանենք հնարավորը ոլորտում արկա բաստողումները ու մարտահրավերները հաղթահարելու կոնվենցիայի սկզբունքների լիարժեք ներդրումը ապահովելու համար իշա Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Արդյունավետ աշխատելով մեր առողջապահության նախարարության գործընկերների, արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ կարողացել ենք արագ կյանքի կոչել եւ շուրջ 1 տարի է տևել։ Մենք այն երկրներից ենք, ովքեր քաղաքական կամք են ցուցաբերել եւ արագ կազմակերպել են եւ վավերացրել են կոնվենցիան։ Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն էլ կարևորեց Հայաստանի հետ համագործակցության շրջանակն ու խոսեց առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքներից։ Ձեր երկրի հետ առողջապահական ուղղություններում համագործակցությունը սկսվել է դեռ Քովիդի շրջանում։ Այսօր էլ Եվրոպայի խորհրդի անունից կարող եմ հստակ ասել, որ առողջապահական ոլորտի զարգացման հարցում մեծ է պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի իշխանություններին։ Կոնվենցիան ոսկե ստանդարտ որակեց մեր երկրի առողջապահական համակարգը ղեկավարող նախարարն ու նշեց, որ փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը պաշտպանելու մարդու իրավունքները առողջության պահպանության ընթացքում։ Վերանշվածի շրջանակում Անահիտ Ավանեսյանն առանձնացրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Սա իսկապես շատ մեծ քայլ է դեպի մարդը, նրա կյանքի պահպանման, առողջության մասին հոգ տանելու պետության կարևոր հանձնառությունը։ Հունվարի 1-ից ներդրված համակարգն արդեն հաջողություններ ունի, ուրախությամբ արձանագրում է նախարարը։ Մենք արդեն 1 միլիոն այցի սահմանը հատել ենք եւ մի կողմից մենք ունենք տասնյակ տարիներին հետաձգված բժշկական օգնության կարիք, որը մարդիկ սկսել են դիմել եւ ստանալ։ Իհարկե այս գոհունակությունը եւ այս դիմելիությունը
պիտի հանգեցնի մեր երկրում մարդկանց առողջական ցուցանիշների լավացման, կյանքի որակի բարձրացման, մարդկանց ապահովության զգացման փոփոխությանը։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումը։ Երկորյա համաժողովի պատվիրակները համակողմանի անդրադարձան կոնվենցիայի դրույթներին, մատնանշեցին մարդու առողջության պահպանման ու դրա ապահովման ուղղված արդիական մոտեցումները։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզի հետ։ Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ Հայաստանը որպես ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր ակտիվ աշխատանքներ է իրականացնում բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Ըստ նրա, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքներից մեկն է, եւ այս համատեքստում կարեւորել է կանանչ օրակարգի առաջնայնությունը։ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հետևողականորեն կատարում է իր հանձնառությունները ուղղված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ Փարիզյան համաձայնագրի դրույթների ու պահանջների լիարժեք իրականացմանը, ինչպես նաեւ անդրադարձել է միջազգային մի շարք կոնվենցիաների ընդունմանն ու իրականացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի եւ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։ Թե գործադիրի եւ թե օրենսդիրի կողմից հեղինակված օրենսդրական նախաձեռնությունները նախ քննարկվում, ապա դրական կամ բացասական եզրակացություն են ստանում ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով էր բերվել պետական турքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Գործադիրն առաջարկում է հստակեցնել մշակութային արժեքներն արտերկրում ժամանակավոր ցուցադրության ներկայացնելու նպատակով արտահանելու ընթացակարգերն ու մաքսային ռեժիմները։ Դրանով կլուծվի նաեւ մեր օրենսդրությունը ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցնելու խնդիրը։ Առաջարկում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա, եզրակացություն, մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, որը թույլատրող փաստաթուղթ է, հանքագիտության եւ հնեաբանության հավաքածուների կամ առարկաների արտահանման լիցենզիա, եզրակացություն, ինչպես նաեւ մշակութային արժեքների վերամշակում մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգի կիրառմամբ արտահանման եզրակացություն եւ հանքագիտություն եւ հնեաբանություն հավաքածուների ժամանակավոր արտահանում եւ վերամշակում մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերի կիրառմամբ արտահանման եզրակացություն թույլատրող փաստաթուղթ։ Նորմերն օրենքում ամրագրելը հնարավորություն կտա ճկուն եւ ավելի տարանջատված քաղաքականություն իրականացնել։ Առաջարկվում է փոխել նաեւ մշակութային արժեքների արտահանման համար турքի չափերը։ Մեկ մշակութային արժեքի արտահանման համար առաջարկվում է վճարել բազային турքի 10 պատիկի չափով, իսկ 2 եւ ավելի մշակութային արժեքների տեղափոխման համար բազային турքի 15 պատիկի չափով գումար։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը։ Ներկայացվեցին հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում իրականացվող քայլերն ու հստակ արձանագրված թվերը։ Այսպիսով, 2025 թվականի ընթացքում կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կարճվել։ Կարճված վարույթներից 54-ի վարույթը կարճվելու որոշումները դատախազի կողմից չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը։ Այսինքն 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12.9%-ով, ավարտված վարույթների թիվը 4.8%-ով։ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, առանձնացվել է 19 վարույթ եւ հաղորդման մեջ ներկայացվել։ Կոմիտեում քննվող քրեական վարույթներով նախորդ տարի ձերբակալվել է 590 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով գործադիրն առաջարկում է երկու փոփոխություն իրականացնել։ Համաձայն ներկայիս կարգավորումների հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգևատրել շնորհակալագրով, հուշանվերով եւ դրամական պարգևատրմամբ։ Ներկայիս փոփոխություններով պարգևատրման այս եղանակներին կավելացվի նաեւ մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը։ Նման մոտեցումը արդեն իսկ կիրառվում է քննչական կոմիտեում, քննչական կոմիտեի մասին օրենքով նախատեսված կարգով, ուստի սիմետրիան պահպանելու համար նաև առաջարկը եկել է հակակոռուպցիոն կոմիտեից,
նախատեսում ենք, որ այս երկու պարգևատրման եղանակները նույնպես օրենքով նախատեսված լինեն ուրեմն գործունեությանը օժանդակող անձանց պարգևատրելու համար։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է զենքին եւ հատուկ միջոցներին։ Սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի կոմիտեի նախագահի կողմից սահմանել կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, նրանց կողմից պահելու, կրելու եւ հանձնելու կարգը։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը։ Կառավարությունը նախատեսում է բնության հատուկ պահպանվող տարածքներում ծառայություն իրականացնող էկոպարեկներին նոր լիազորություն տալ։ Նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության, այսինքն բուսական եւ կենդանական աշխարհի մոնիտորինգի իրականացման գործընթացի մասնակցությունը, ինչպես նաեւ ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռքբերման եւ փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայության իրավունք։ Փոփոխությունները համաձայնեցվել են նաև միջազգային գործընկերների հետ։ Արդյոք էկոպարեկները ունեն համապատասխան կրթությունը, որ կարողանան այս մոնիտորինգը իրականացնել, որովհետև էկոպարեկ լինելու համար կարծեմ թե պարտադիր չէ տարբերել բոլոր ծառատեսակները կամ բոլոր բույսերը, իրարից։ Արդյոք նախատեսում են, եթե չունենել, արդյոք նախատեսում է հատուկ դասընթացներ։ Էկոպարեկային ծառայությունը պետք է տրեյնինգ անցնի, կարճ պատասխանը սա է, որ տարբերակ են նաև են կենդանիները եւ տեսակները, բույսերը, սնկերը, որոնց պահպանությունը իրենք իրականացնում են, տրեյնինգները պարտադիր կլինեն եւ կենսաբազմազանության մոնիտորինգի ընդհանուր համակարգի մեջ էկոպարեկային ծառայությունը կլինի մի մասնիկը։ Այսինքն մենք կենսաբազմազանության մոնիտորինգը իրականացնելու ենք բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում եւ ամբողջ Հայաստանում։ Էկոպարեկը, որը որ դասընթաց անցե, թե իր պահակությունն անի, թե մոնիտորինգ հասկացնի։ Էկոպարեկին ավելի լուրջ գործառույթ պետք է տաս, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ զգալ։ Դուք էկոպարեկների ինստիտուտը քանի տոկոսով եք համալրել։ Նախ էկոպարեկային ծառայության հաստիկային միավորներին անդրադառնամ։ Այս պահին 1176 հաստիկային միավորից աշխատում է 831-ը եւ թափուրա 345 հաստիկ էկոպարեկային ծառայությունում։ Իհարկե հավելյալ բան ենք ավելացնում էկոպարեկի համար, բայց կարծում եմ իր ծառայության նաեւ բովանդակության, ամբողջ էության եւ առաքելության մեջ էլ է դա մտնում, նաեւ ինֆորմացիա ստանալ են կենսաբազմազանության բույսերի, կենդանիների մասին, որը ինքը կոչված է պահպանելու։ Կառավարությունը ներկայացրել է վարկային համաձայնագիր, որ վերաբերում է Հայաստանի ոռոգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման արտիականացմանն ու բարելավմանը։ Այն քննարկվեց ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։ Ծրագիրը կֆինանսավորվի ֆրանսիական զարգացման գործակալության կողմից 70 միլիոն եվրո գումարի չափով եւ Հայաստանի կառավարության կողմից հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսքով։ Ըստ զեկուցողի, այն կունենա 4 հիմնական բաղադրիչ։ Առաջինը ջրային ոլորտի բարեփոխում եւ կլիմայադիմացկուն ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, երկրորդը գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավում, երրորդը ոռոգման ենթակառուցվածքների եւ համակարգերի կառավարման արդիականացում, չորրորդը ծրագրի կառավարում։ Ծրագիրը բազմափուլ է, առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար, այն բարեհաջող ավարտին հասցնելու պարագայում կլինի նաև երկրորդ փուլը։ Առաջին փուլի համար նախատեսվում է հատկացնել 185 միլիոն դոլարի, իսկ երկրորդ փուլի համար 250 միլիոն դոլարի չափով գումար։ Այս համաձայնագիրը արդեն ստացել է սահմանադրական դատարանի հավանությունը, դրական եզրակացությունը, ոլորտը մինչև այսօր չի ունեցել ռազմավարություն կամ որևէ ռազմավարական ծրագիր, եւ ես շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ ծեր դատին ներկայացվող այս ծրագրի շրջանակում մենք նաեւ ունենք ինստիտուցիոնալ բարեփոխումների շատ կարեւոր առաջին բաղադրիչը, որի շրջանակում նաեւ մասնագետները պիտի աշխատեն եւ վերջապես ոլորտին եւ ոլորտը կառավարող մարմիններին տրամադրեն, ներկայացնեն
ռազմավարական ծրագիր։ Ենթակառուցվածքների արդիականացման համար մեծ գումարներ կհատկացվեն, որոնցով կիրականացվեն ջրանցքների արդիականացման եւ թարմացման աշխատանքներ։ Իսկ որ ջրամբարաշինության ոլորտում լուրջ խնդիրներ կան, նկատեց Արթուր Խաչատրյանը, падգամավորը խոսեց Կապսի ջրամբարի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ու ճշտող հարցադրում արեց։ Ջրամբարաշինությունը ամենացածր տոկոսն ունի կատարողականի մեջ։ Դրանից ինչով է հպարտանում, չեմ հասկանում։ Ես չեմ ասում, որ ես հպարտանում եմ Կապսով։ Ես հպարտանում եմ նրանով, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ջրամբարաշինությանը, կոնկրետ ձևակերպում է տվել, որ պիտի Հայաստանը ջուր ամբարի բոլոր այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է անել, ու դա ստրատեգիկ շատ կարևոր վեկտոր է, որը երկիրը որդեգրում է դրանից բխող գործողություններով։ Հիմա ես ձեզ ասում եմ 18 ջրամբարի ծրագիր ունենք այս պահին տարբեր փուլերում։ Խոսվեց նաև Veolia ջուր ՓԲ-ի հետ կառավարության վերջերս եկած համաձայնության մասին, որ վերաբերում էր Երևանում անխափան ջրամատակարարմանը։ Կապիտալ աշխատանքներ հիմա իրականացվում են, հարկ է նշել, որ այդ աշխատանքների ծավալը, ինչպես երեք առիթ ունեցա նշելու, եռապատկվել է վերջին 2 տարիներին։ Դա կառավարության ջանքերի շնորհիվ է նաև տեղի ունեցել։ Եթե նախկինում Veolia-ն պարտավորված էր տարեկան անգամ տարիներ են եղել 1.5 միլիարդ դրամի ներդրում անել, ապա ներկայում ջրային կոմիտեն եւ Veolia-ն համատեղ տարեկան իրականացնում են մոտավորապես 11 միլիարդի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր։ Ենթակառուցվածքների թարմացումից մինչև նոր ջրաղբյուրների հայտնաբերում ջրամատակարարման մասով ներդրումներ են կատարվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, ամփոփելով վստահեցնում է Գերատեսչության ջրային կոմիտեի նախագահը։ Հայաստանի օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկելու մասով աշխատանքները շարունակվում են։ Այդ համատեքստում է նաև, որ կառավարությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով էր բերել սպառողների իրավունքների պաշտպանության մասին եւ կից օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի ոլորտներում մեր երկրում կլինի այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք կլինի ջանք ու որոշակի մոտեցումների փոփոխություն։ Այսպես սկսեց նախագծի զեկուցումը էկոնոմիկայի նախարարության ղեկավարը։ Ներկայացվող փաթեթներով հետևյալ խնդիրներն ենք լուծում։ Մասնավորապես, սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ, հերրակա եւ ձեռնարկության շենքից դուրս գտնվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների մասին։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ դրական գնահատեց նախագծերի փաթեթը, բայց եւ հորդորեց զգուշավոր լինել։ Ուզում եմ վստահ լինել, որ սրանով շատ չենք մտնում տնտեսվարողների ազատությունների մեջ ու մրցակիցներին իրավունքները պաշտպանելով այստեղ մեծ հայեցողականության տեղիք չենք տալիս, հետ ու նաև վախենում եմ այն բանից, որ վաղ մյուսօր պարզվի, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ձեռքում մի հատ լրացուցիչ մահա կա հայտնվել, որով մեր տնտեսվարողներին բաժում է։ Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկեց տնտեսավարողներին մինչև փաթեթի երկրորդ ընթերցման քննարկումը ծանոթանալ առաջարկվող կարգավորումներին ու անհրաժեշտության պարագայում հանդես գալ առաջարկներով ու դիտողություններով։ Քննարկված նախագծերը դրական եզրակացություններ ստացան գլխադասային հանձնաժողովներում։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ կարեւորում բաց կառուցողական երկխոսությունը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց գործունեության նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքասարակությանն ու քաղաքացիներին մասնակցելու իրենց վերաբերելի որոշումների ընդունման գործընթացին։ Ռուստամ Բաքոյանը պատասխանել է կենտրոնի ներկայացուցիչների հարցերին, մանրամասնելով օրենսդրական նախաձեռնության իրականացման փուլերը, աշխատանքային քննարկումները, խորհրդարանական լսումներ կազմակերպելու ընթացակարգերը։ Կենտրոնի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց դիտարկումները ազգային ժողովի կանոնակարգ եւ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքների վերաբերյալ, նշելով, որ առաջիկայում օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն։ Կողմերն ակտիվորեն փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել։
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում են եղել համայնքում իրականացվող կրթամշակութային ծրագրերի շուրջ առկա մտահոգություններին, ոլորտային օրենսդրության կատարելագործմանը վերաբերող հարցեր։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հումանիտար հետազոտությունների ինստիտուտի կազմում 2026 թվականից գործում է ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ, որի աշխատանքները վերաբերում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի առանձնահատկություններին, հայերի հետ պատմական կապերին։ Խմբի շրջանակում ձևավորվելու է նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն, կպատրաստվեն համապատասխան լեզուների մասնագետներ, կտրվեն որակավորման հավաստագրեր։ Հյուրերը կարևորել են դպրոցներում եզդիերենի դասաժամերի ավելացումը, անդրադարձ է կատարվել աղջիկների վաղ ամուսնության կրթության ընդհատման խնդիրներին։ Ռուստամ Բաքոյանի խոսքով իշխանության կողմից կա քաղաքական կամք անդրադառնալու խնդիրներին եւ գնալու դրանց լուծման ճանապարհով։